ձեզ այսօր Հայաստան կայքում հայտնվել է տեղեկատվություն, որ իմ փաստաբանական խումբը իրականացնում է, այսպես ասած, ինֆորմացիայի հավաքագրում։ Այս տեղեկատվությունը ամբողջովին ճիշտ է, 100%-անոց է, այնտեղ նշված հեռախոսահամարը վստահելի է եւ նյութը, որը հրապարակվել է ի գիտությամբ։ Ուղղակի Հայաստանում իմ փաստաբանները, այսպես ասած, ուշ տեղեկատվության պատճառով սխալ են ըմբռնել հրապարակված տեղեկատվությունը։ Նորից եմ կրկնում, որ Գրանե Մանուկյանի կայքում տեղադրված ինֆորմացիան, այո, ամբողջովին համապատասխանում է իրականության եւ առհասարակ հետայսու, եթե որևիցե մի տեղեկատվություն հայտնվում է իմ տելեգրամյան կանալում, Վարդան Ղուկասյան տելեգրամյան կանալում, ապա այն քննարկման ենթակա չէ։ Ուրեմն այն հրապարակվել է իմ իգիտությամբ։ Սա դոլինի իգիտություն բոլորին։ Իսկ այն մարդիկ, ովքեր որ տարբեր տեսակի մեղադրանքներ, հերյուրանքներ, վիրավորանքներ են հնչեցնել Գրանե Մանուկյանի հասցեին կոմենտարյաներով եւ այլն, խնդրում եմ հեռացնել։ Գրանե Մանուկյանը մեր թմի անդամ է, մեզ հավատարիմ է եւ շարունակում է գործել իբրև Հայաստանի Հանրապետության։ Սա մեկ, երկրորդը, ինչ եմ խնդրում ժողովրդից, Հայաստանի Հանրապետության ժողովրդից, սիրելի հայրենակիցներ, մենք տեսնում ենք, որ իմ մեկուսացումը լիակատար դրախտային իրավիճակ է ստեղծել Հայաստանի Հանրապետության կառավարության համար։ Հայաստանի Հանրապետության վարչապետը բացեիբաց հայտարարում է նրա մասին, որ հակառակորդի ցանկացած ագրեսիան պետք է դիմավորել խաղաղությամբ, հաց ու աղով, եւ Հայաստանի զինված ուժերը իրավունք չունեն դիմադրություն ցույց տալու հակառակորդի որևիցե մի ագրեսիվ գործողության։ Առավել եւս հայտարարում է, որ Հայաստանի Հանրապետության օրակարգից հանված է հայոց ցեղասպանության հարցը։ Սիրելի ժողովուրդ, խնդրում եմ նայեք ինչ է այս պահին կատարվում մեր հարևան երկրում Թուրքիայում։ Եվ Թուրքիայի իշխանությունները նույն ձևով, ինչպես որ Հայաստանի իշխանությունները, դիմելով ԱՄՆ կառավարությանը ձեռնարկել են տվեցին Թուրքիայի ընդդիմադիր առաջնորդներից թիվ համար 1-ին։ Հիմա նույնը իրականացվում է իմ հետ, այսինքն թեմից եղավ իմ հետ, հաջորդ այնտեղ։ Թուրք ժողովուրդը փողոց է դուրս եկել, պահանջելով իր քաղաքական լիդերին ազատ թողնել։ Մենք այսօր ոչ թե փողոց դուրս գալով պետք է պահանջենք Վարդան Ղուկասյանին բաց թողնելը, այլ մենք պետք է պահանջենք Հայաստանի փրկությունը։ Ես խնդրում եմ ձեզ, երեքշաբթի օրը, չգիտեմ ինչ օր անգնում, օրը երեքշաբթի, այս գալող երեքշաբթի օրը, ժամը 12-ին, Երևանի ժամանակով ժամը 12-ին, իմ բոլոր կողմնակիցներին, իմ հետևորդներին, իմ կուսակցության վերնախավին, նախագահին, կուսակցության վարչության կազմին, կուսակցության անդամներին, բոլորին, այդ թվում նաև այն մարդկանց, ովքեր շահագրգռված են Հայաստանի Հանրապետության վաղվա օրվանով եւ չեն ուզում դառնալ գաղթական ու փախստական, ինչպես Արցախի ժողովուրդը, այնպես էլ դուք մեկ մարդու նման հավաքվում ենք Հայաստանում, Երևանում, ԱՄՆ դեսպանատան առաջ եւ պահանջում ԱՄՆ կառավարությունից օբյեկտիվ, նույնիսկ եմ կրկնում, օբյեկտիվ քննություն Վարդան Ղուկասյանի գործով, որպեսզի ես չգիտեմ ով է այն պաշտոնյան, ով գործարքի է գնացել Հայաստանի հանցագործ իշխանությունների հետ, ցուցաբերի զսպվածություն եւ ճիրանները հետ քաշի ինձանից, պահանջելով ԱՄՆ կառավարությունից օբյեկտիվ գործին հետևողականություն եւ ազատ արձակել Վարդան Ղուկասյանին, որովհետեւ ինձ փակելով դա Հայաստանի վերջը կսիրեք ինձ, չեք սիրեք, հայրում եմ, չեմ հայրում, բայց ես հայրենասեր մարդ եմ։ Ես ուզում եմ, որ դուք չդառնաք Ադրբեջանի, ոչ թե Թուրքիայի, Ադրբեջանի մասնիկ։ Նամանավանդ սա վերաբերում է այն անձանց, ովքեր ունեն, այսպես ասած, վիլլաներ, գործարաններ, շքեղ առանձնատներ Հայաստանի Հանրապետությունում, ինչպես նաև սահմանամերձ շրջաններում։ Այդ ինչ որ տեղն է Արցախում, դա տեղի է ունենալու Հայաստանում։ Խնդրում եմ բոլորիս, դպրոցականներ, ուսանողներ, երիտասարդներ, ես 6 տարի տվել եմ ձեզ, այսօր Հայաստանի Հանրապետության փրկությունը գտնվում է ձեր ձեռքերում։ Երեքշաբթի օրը, այս գալող երեքշաբթի, մեկ մարդուն ման, ժամը 12:00-ին,
երթով, ցուցարարների խմբերով, Արցախ երաժշտությամբ պահանջում ենք ԱՄՆ դեսպանատունը, որպեսզի ազատ արձակի Վարդան Ղուկասյանին եւ իրականացնի օբյեկտիվ քննություն եւ ոչ մի դեպքում չտրվի Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ, գլխավոր հանցավոր այդ լրտի կողմից ուղարկված այդ հեքիաթներին, այդ այսպես ասած պաշտոնական դիրքի չարաշահումով Վարդան Ղուկասյանին մեղադրում են մարդկանց տրաֆիկինգի մեջ։ Վարդան Ղուկասյանը 2017 թվականից հեռացել է Հայաստանի Հանրապետությունից։ Ինչ մարդկանց տրաֆիկինգ, ինչ պետոֆիլիա, ինչ եսիմինչ, այդ գլխավոր լրտ կոչվածը, որը զբաղեցրել է գլխավոր դատախազի պաշտոնը, նա պետք է դատվի օրենքի ամենայն խստությամբ, ինչպես նաև Հայաստանի կառավարությունը։ Եվ այն անձինք, ովքեր որ այսօր կապնվել են ամերիկյան կառավարությունից Հայաստանի Հանրապետությանը հետ, նրանք պետք է հասկանան, որ նրանք գործում են հացագործների հետ միասին իդեմս ժողովրդավարության, իդեմ դեմոկրատիայի։ Բոլորից սպասում եմ 3 շաբթի օրը ժամը 12-ին դեսպանատան մոտ։